Այո։ Ուրախ չէ, չի ստացվում որ ասեք, չի ստացվում։ Բացարձակապես լավ է, գիտեք լավ որ լավ ճիշտ է ներ, որ 30 տարի որ սարքել են ոչ մի բան չէ։ Այդ ճիշտ է դառնում։ Մեր այս խելքը որ բերել եք դրել որ գանք ասեք, մտքեր բերան, ասեք մանկապարտեզ չկա, համայնքի ղեկավարը գալիս ասում 600 միլիոնով ասում են բանկը չկա, ասում են մրցույթը հայտարարված է։ Միրոպե, այդ առավոտից իրիկու բամբասանք հա, գիտեք որ ես Դուբայում, սպասի, գիտեք որ ես Դուբայում, միրոպե սպասի, եղբար բանում ասում, չէ դվայլանում եմ թող, գիտեք որ Դուբայում տուն ունեմ, Փարիզ տուն ունեմ, բանո տուն ունեմ, միրոպե սպասիլը, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ, դուք էտ ամեն ինչի չգիտեք որ ձեր Բաքուն ծրագիրը առած մրցույթը առած շինարարություն կա, չգիտեք որ մանկապարտեզասարքում, այդ ոնց ա որ չգիտեք, այդ ոնց ա որ գիտեք որ ես Դուբայում տուն ունեմ, լավ ամոթ համիջի ճավակ ասեք, մի քիչ Ամենաբարձրը, Չի կարապեր բանեն, Հայաստանը միրոտ է սպասեք, մենք նգավավ ենք 3 միլիոն այդ միական չես կոն, այով կատոլիկոսը լսեք, Հայաստանի Հանրապետությունը, անցում կա պիսի օրեք, լսեք, որ կարող եք կարկեք, չէ որ նա նախարար չի, որ կարող Հայաստանի Հանրապետություն կաթողիկոս պրիոտ կնի, չի կարող Հայաստանի Հանրապետության դեն գործի, չի կարող լսի մի րոպե, լսի ինչ եմ ասում, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բացը ոչ մի բան չի կարող, ոչ մի բան, ոչ մի բան, մի րոպե սասի, որպես պետություն մի րոպե, ու կաթողիկոս չկա, Պետրիչ Ներսիսյանը կաթողիկոս, ես համար կաթողիկոս Ես դուք կարող ներկայացնեք միայն ձեզ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն, ես դուք վերջին բառը, դուք ներկայացնում եք միայն ձեզ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն, հայ ժողովուրդ, ես եմ հազարավոր հայ ժողովրդի ներկայացում Խնդրեմ եւ այս քաղաքացիներ մեր հստակ ասաց, որ այո, պիտի հարգենք մեր կաթողիկոսը մեր ընտրություն։ Այս երկու դրվագով պարոն Դանելյան ինչով է պայմանավորվածությունից դուրս գալի եւ պատկերացնելու է, չէ՞, ասենք տեսախցիկներից այն կողմ ինչ վիճակ։ Այո։ Լսի, քեզ ինչ եմ ասում։ Հայաստանի Հանրապետության դեմ գործող ամենագլխավոր եւ առանցքային անձը դու ես։ Դու ես, որ այս տարիների ընթացքում պերմանենտ գործել ես Հայաստանի Հանրապետության դեմ։ Քո բոլոր քայլերը, գործողությունները միտված են եղել Հայաստանի Հանրապետության պետականության կազմաքանդման, մեր ազգային արժեքների ոչնչացման, մեր եկեղեցու դեմ արշավի, մեր բոլոր այն ձեռքբերումները, որ ունեցել ենք մինչև քո հայտնվելը, բոլոր այդ արժեքային համակարգի քայքայմանը միտված են եղել բոլոր քո գործողությունները, մարդկանց իրար դեմ հանելու, ներազգային պառակտում մտցնելու, մեր հայրենակիցների մեջ սև ու սպիտակ անելու, ընտանիքներ մտնելու, քայքայիչ պրոցեսներ իրականացնելու, երկրում ապաթիայի մթնոլորտ ստեղծելու, այդ ամեն ինչը դու ես արել, դու ես գործել ես երկրի դեմ, եւ շարունակում ես գործել, եւ դա միայն ու միայն կարող է ուրախացնել եւ հաճույք պատճառել Ալիևին եւ Էրդողանին։ Դու ամեն ինչ արել ես, որ այդ մարդկանց դուր գաս։ Ես ուզում եմ այդ դրվագի վրա ուշադրություն դարձնել եւ եւս մեկ անգամ մեր հայրենակիցներին
հետևյալը ասել, այն մեր հայրենակիցների մասին է խոսքը, որոնք որ մոլորության մեջ են։ Վեհափառը դա կառավարությանը կից պոակի ներկայացուցիչ չի։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա Նիկոլ Փաշինյանի պոակ չի։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին համահայկական կառույց է, որ իրավունք չունի ոչ սահմանադրությամբ, ոչ որևէ այլ ձևով իշխանությունը միջամտի եկեղեցու ներքին գործերին։ Որևէ մի պաշտոնյայի իրավունք չի ընձեռնվում, որ այդ պաշտոնյան կլինի դա վարչապետ, նախարար, ինչ որ միջին կալիբրի չինովնիկ, որ խառնվի եկեղեցու ներքին գործերին։ Դա սահմանադրությամբ քրեորեն պատժելի արարք է։ Այս մարդը, որ իրեն երևակայում է, որ, չգիտեմ, ցարի բոգն է, ինչն է, այս մարդիկ, որ ինչ որ սահմանափակ մարդիկ, սահմանափակ քանակությամբ մարդիկ իրեն քվեն տվել, քվե չեն տվել, որ արշավ կազմակերպի հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, եւ քաղաքացին հենց այդ հարցն էր ուղում այս անձին։ Եվ այդ կռուծիտները, այդ իր ոչին համապատասխան, անպատասխանատու հայտարարությունները որևէ մեկին կրկնում եմ, չի կարող նման հայտարարություններով փորձել, այսպես ասած, շեղել իրական ստեղծված իրավիճակը։ Սա պարզ ճշմարտություն է։ Ինչով է պայմանավորված սա։ Այս ամեն ինչը պայմանավորված է մեկ հանգամանքով։ Իր հիստերիան ջղաձգումները պարզ է։ Դա եկեղեցու դեմ տապալված արշավի արդյունքն է, եւ ես Կանալ մի այլ տեսակ է, որ ինքը իրապես տիրապետում է վարկանիշի ինչ հայտարարական։ Այո, բոլոր մեր հարցումներով հայ առաքելական Սուրբ եկեղեցին ամենաբարձր վստահելիություն ունեցող կառույցն է։ Սա անառարկելի մի փաստ է։ Եվ արդեն ես ուզում եմ նաև մի հետաքրքիր բանի վրա ուշադրությունը հրավիրել, որ վերջին շրջանում արդեն խելոք գլուխը կախ գնում է պատարակների մասնակցումը եւ այդ պատարակներին հնչում է վեհափառ Տիրոջ անունը։ Այդ էս պիտի գլուխդ կախ գնաս մինչև այս մի քանի ամիսը անցնի, գլուխդ կախ պիտի գնաս եւ այդ եկեղեցիներում պիտի հնչի վեհափառ Տիրոջ անունը եւ չի զեղչվում եւ ի պատիվ մեր քահանաների դա սպիտակում է տեղի ունեցել, դա Սևանում է տեղի ունեցել եւ սա խոսում է ջղաձգումների մասին, սիրելի հայրենակիցներ։ Հավատավոր ժողովուրդը կարողացավ այս արհավիրքի դեմը կանգնել եւ պահել մեր սրբության սրբոցը մեր սա բոլորի հաջողությունն ու ձեռքբերումն է եւ պիտի մեր հայրենակիցները շարունակեն այս տեմպով, այս ձևով շատ լավ է, շատ ողջունելի է եւ սա պիտի շարունակական